Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է դառնալ Եվրոպայի ներկայացուցիչը Ուկրաինայում խաղաղության շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում, գրում է Թելեգրաֆը։ Այս մասին պնդել են աջակիցների կոալիցիայի որոշ անդամներ Ուկրաինայի հարցով հնարավոր համաձայնագրի եւ խաղաղության երաշխիքներին աջակցելու համար, հայտնել է թերթը։ Ելիսեյան պալատի աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես եվրոպական միջնորդ, երբ ժամանակը գա։ Երեկ երեկոյան ապրիլի 4-ին ռուսական կողմը բալիստիկային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգին։ Այս մասին հայտնում է քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիկուլինը։ Հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է 18 մարդ, որոնցից 9 երեխաներ, տուժել է 56-ը։ Վիկուլինը հայտնել է, որ այս պահի դրությամբ հրթիռային հարվածի հետևանքների վերացումը շարունակվում է։ Ուկրաինան տեխնիկական խումբ կուղարկի ԱՄՆ հազվագյուտ մետաղների համաձայնագրի շուրջ ամերիկացի գործընկերների հետ բանակցելու համար։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով հաջորդ շաբաթ ինքը կհաստատի համաձայնագրի փոփոխությունները, որից հետո ԱՄՆ կմեկնի տեխնիկական թիմ ամերիկացի գործընկերների հետ երկխոսության համար։ Զելենսկին պարզաբանել է, որ ինքը չի մեկնի Վաշինգտոն։ Եվրոպան պետք է կոնկրետ առաջարկներ մշակի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Եվրոպան պետք է կոնկրետ առաջարկներ մշակի ուկրաինացի ժողովրդի անվտանգության վերաբերյալ, ասել է պետքարտուղարը։ Նրա խոսքով պետք է ավելի քիչ խոսել եւ ավելի շատ գործել։ Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները պետության գործող ղեկավար Խավիեր Միլեին համեմատել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ, այն կարևորության պատճառով, որը նա տալիս է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Նայեք Զելենսկու ծաղրածուին վայել պահելաձևին օվալաձև աշխատասենյակում եւ հետեւություններ արեք, ինչ է պատահում նրանց հետ, ովքեր դադարում են լինել անհրաժեշտ, ընդգծել է նա։ Քաղաքական գործիչը նաև ծաղրել է Միլեին միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու համար։ Այնուամենայնիվ առաջնորդների հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Ինչպես կարելի էր այդքան ժամանակ եւ գումար վատնել, ասել է Կիրշները։